Սրբազան, այսօր Նիկոլ Փաշինյանի այսպիսի մի հայտարարություն է հնչեցրել կառավարության նիստին, ասում է մեր եկեղեցիները չուլանված են։ Մտնում ես, տեսնում ես այնտեղ աղբ է լցված, ինչ-որ մեկը իր հին շորերը, կոշիկներն է թողել։ Այ ինչպես կմեկնաբանեք նման հայտարարությունները։ Ինչ իմանալիք է, որ եկեղեցին ամդի, ինչ ասում։ Դե ընդհանուր ասում է եկեղեցին։ Եկեղեցիները, որոնք պետական սեփականություն են եւ որպես գործող եկեղեցի չեն այս պահին։ Կարող է այդպիսի վիճակ է, եւ եթե այդպիսի վիճակ է, նույնքան մեղավոր է կառավարությունը։ Բայց իր խոսքից ինչպես հասկացանք, ինքը ընդհանուր եկեղեցի մասին էր խոսում ու ասում էր, որ կառավարության, այսպես ասած, վերահսկողության ներքո չեն այդ տաճարները, որտեղ մոմ են վառում։ Այդպիսի բան չկա։ Այդպիսի վիճակ ստեղծվում է կամ կառավարության ենթակայության տակ գտնվող եկեղեցիներում, կամ մեր ենթակայության տակ գտնվող այն եկեղեցիներում, որոնք գիծ կառույց չունեն, գիծ տնտեսական սենյակ չունեն, գիծ երիտասարդություն չունեն եւ նման գիծ օժանդակ շինություններ չունեն։ Տվեք գիծ օժանդակ շինություններ, տվեք տարածք, որպես այնտեղ օժանդակ շինություն շինվի, այդ բանը վերանա։ Քանի դեռ չունի եկեղեցին օժանդակ շինություն, եկեղեցուն գիծ, քանի որ կարծում է կառավարությունը, որ եկեղեցու շենքը որ տվեց եկեղեցուն լրիվ բավարար է, էլի։ Երևի եկեղեցին այնտեղ նկուղ պետք է փորի, ինչ պետք է անի, այնտեղ պետք է դնի այդ բոլոր տնտեսական ապրանքները։ Ուրեմն այդ է իմ ասած։ Կամ դրանք դեռ եկեղեցուն չվերադարձված եկեղեցիներ են եւ պետական սեփականություն եկեղեցիներ են, կամ այն եկեղեցիներն են, որոնք տրված են եկեղեցում, բայց գիծ կառույց չունեն։ Ու այսպիսի մի դիտարկում է արել, ասում է մենք անդադ խոսում ենք սրբության մասին, բայց ինչպես կարելի է այդքան արտասուրբ լինել։ Արտասուրբ։ Այո, վարչապետի խոսքի մեջ բերումն է։ Ասում է խոսում ենք սրբությունից, բայց մենք այդ նոր բառեր է ստեղծում, ինքը բրավո, արդեն նորություն է սա։ Հետո ինքը իրեն հարց է տալիս, մենք ով է ասում, ինքը իրեն հարց է տալիս, ինքն թող պատասխանի։ Հարցը մեզ չի ուղղված, ինքը իրեն է հարցը տվել, թող ինքն իրեն պատասխանի։